Սրդի խորքից փառք մեր երկնավոր հորը։ Տիրոջ կամքն է, Տիրոջ բարությունն է, Տիրոջ կենտանի խոսքն է, որ մինչև հիմա կենտանի ենք մնացել։ Եվ Աստված նորից կամեցավ, կյանք տվավ, որ իր անունով հավաքվենք, որովհետև իր անունը մեր վրա է կոչված։ Մենք Քրիստոսի հետևորդներն ենք եւ կոչվենք քրիստոնյաներ։ Այս խոսքը ամեն մարդ անգիշ գիտե քրիստոնյա, բայց քրիստոնյա կոնկրետ կնշանակե Քրիստոսի հետևորդ, Քրիստոսի աշակերտ, Քրիստոսի կամքը կատարող։ Եվ Տիրոջ օգնությամբ, ինչպես մենք միշտ կհիշատակենք, որ մեր մտքերի մեջ խոսածո եղբոր համար աղոթք կանենք, որտեղ շատ պատասխանատու քայլ է։ Շատերս կմտածենք, եղբայր էր, ելավ խոսած, նստեց, չէ, շատ պատասխանատու քայլ է, որտեղ ամեն բառի համար, ամեն խոսքի համար պետք է պատասխան տաս Աստծո առաջ։ Եվ Տիրոջ օգնությամբ ես այսօր կուզենայի աղոթքի թեմայի շուրջ խոսենք, որ Աստծո կամքն է, որ դու միշտ աղոթք կանես, այսինքն ես Աստծո հետ կապի մեջ մնաս։ Եթե դու քո կապդ կկտրես, թեկուզ 1 ժամով, դու կտեսնես ինչ տկարություն կա քո վրեդ։ Աղոթք կնշանակե քո մտքի մեջ միշտ ամեն ժամանակ Աստծո հետ լինել։ Տեսեք, Ենովքի մասին մենք գիտենք, չէ, որ Աստծո հետ քայլեց կամ Աստծո հետ վարվավ, տարբեր թարգմանությունների մեջ այդպես է գրված։ Աստծո հետ քայլել կնշանակե միշտ Աստծո հետ լինել։ Դու կարող ես աշխատանքի վայրում էլ Աստծո հետ լինել եւ Աստված քեզի հետ լինել։ Եվ աղոթքը ամենաառաջին պայմանն է, որ Աստծո խոսքն է, Տեր Հիսուսը իր խոսքի մեջ կսե մարմինը տգար է, բայց հոգին օժար է։ Տեսեք, հասկանանք, ինչու համար մարմինը տգար է։ Ոչ թե մարմինը հիվանդ է տգար է, այլ այսինքն մարմինը կամք չունի, որպեսզի խոնարհվի Աստծո առաջ, երկրպագի Աստծուն։ Մարմինը ընդհանրապես կամք չի հայտնել, տգար է, ինքը կողմ չէ աղոթք անելու, բայց հոգին օժար է։ Իսկ եթե մենք հոգիով մարմնի գործերը կսպանենք, մենք Աստծո որդիներ ենք։ Այսինքն եթե քեզի միտք ուտա Աստված, որ դու աղոթք անես, դա Աստծո կամքն է։ Եվ հոգին օժար է, որպեսզի Աստծո կամքը կատարի, բայց մարմինը հոժար չէ։ Հետ եղել է ձեր մեջ, ձեր միտքը կա աղոթք անելու, բայց մարմինը կսե մեկ քիչ հետո աղոթք արա, չէ։ Այս գործը վերջացրը հետո աղոթք անես, կամ իրիկունը միանգամից աղոթք անես։
Բայց ինչքան որ բարի կամ կա, Աստծո ժողովուրդ, ինչքան որ սուրբ կամ կա, դա Աստծո հոգին է քեզի հիշեցնողը։ Դա Աստված է, որ քեզի հիշեցնե, որ դու իր հետ կապ ունենաս։ Տեսեք, ամեն բարի տուրք կատարյալ պարգև ուրդից քիչնի, վերևից, չէ, լուսի հորմից։ Այսինքն ամեն բարի խոսք, կամք դա Աստծուց է։ Եթե դու այդ ժամանակ, այդ գալացած միտքը, Աստծո կողմից գալացած միտքը, այդ ժամանակ պահես, քու վրեդ կյանքը կավելնա։ Դու կորտնվիս։ Հələ փորձեք, ինչքան որ միտ կա Աստծո կողմից, Աստծո խոսք, թե աղոթք, թե գիրք կարդալ։ Այդ ժամանակ եթե պահես, դու կզգաս Աստծո օրհնությունը, կզգաս տարբերությունը։ Իսկ եթե մարմնի կամքին հնազանդվելով կասես հետո մնա, երբեք տեղի չունենա այդ աղոթքը կամ խոսքը կարդալը։ Փառք Տիրոջ, ես չեմ ասի, որ տխրենք, այլ որ զգաստանանք, որ մեր մեջ ավելանա հավատքը։ Ես կարդամ ուրեմն Պետրոսի թղթերից, տեսեք աղոթքի համար մեզի ինչ կսե Աստծո խոսքը, առաջի Պետրոս 4-րդ գլուխ 7-րդ խոսքը, 7-րդ խոսքից կարդամ։ Շատ անգամ կասենք, թե վերջն է, չէ, վերջը եկել է, ամեն բանի վերջը մոտեցել է, ինչ անենք, ժողովուրդ, ինչ անենք, եթե եկել է վերջը, ինչ պետք է անենք։ Աստծո խոսքը հստակ մեզի կսե, թե ինչ պետք է անենք, եթե ամեն բանի վերջը եկել է։ Սակայն ամեն բանի վախճանը մոտեցել է։ Ուստի ուշադիր լսենք Աստծո ժողովուրդ, որտեղ այս խոսքը Աստծո հոգուց է եկել։ Ուստի զգաստ եղեք ու աղոթքի մեջ արթուն կեցեք։ Եվ ամեն բանի առաջ իրարու հանդեպ սրտանց սեր ունեցեք, վասնզի սերը մեղքերու բազմություն կծածկե։ Փառք Տիրոջը։ Տեսեք, աղոթք, եթե աղոթքից հետո դու Աստծո հետ կապ կհաստատես, դու արդեն սրտանց կսիրես բոլորին։ Համաձայն եք։ Եթե դու Աստծո հետ ես, պատկերացրա մի անգամ եղբայրների հետ խոսանք, օրինակ բերի, զի իմացեք, որ ես Աստծո մոտից եմ եկել, Աստծուն եմ հանդիպել, Աստված խոսացել ինձի հետ ու կամ ձեզի հետ վիճեմ։ Դուք ինձ կհավատաք, չեք հավատա։ Ով կհավատա, որ ես Աստծո մոտից եմ եկել, կամ Աստված խոսացել ինձ։ Ոչ։ Եթե Աստված կխոսա քեզ հետ, դու Աստծո հետ կհաղորդակցվիս, դու կփոխվիս։ Դու Աստծո պես կսիրես բոլորին։ Պատվիրան կկատարվի, ինչպես ես ձեզ սիրեցի, նույնպես է դուք իրարու սիրեք։ Ուրեմն ինչքան մեծ ազդեցություն ունի աղոթքը Աստծո հետ հարաբերություն ունենալը, եւ դրանից հետո սրտանց կսիրենք մենք ամենքս իրարու։ Համաձայն եք Աստծո ժողովուրդ։ Եթե համաձայն եք, ամեն ասենք։ Փառք Տիրոջը, որ Աստված մեզի տվել է խոսք, ելք, ինչպես իրար սիրենք, ինչպես իրար ներենք։ Առաջի պայմանը, որ աղոթքի կանգնենք, եւ աղոթք կանգնելը ինչու համար կշեշտե, որ աղոթքի մեջ արթուն կեցեք, այսինքն էս մեկ անգամ չէ աղոթքը, աղոթքը հարատևական է, ճիշտ է, մեկ անգամ աղոթեցիր եւ քո մեջը սերը լեցվավ ու վերջ, չէ, այդ աղոթքը մի անգամ լսել եմ, որ հոգեվոր մարդու շնչառությունն է։ Եթե դու աղոթքից կդատարես, դու հոգեվոր մարդ լինելուց է կդատարես։ Կմնա ինչ-որ հիշողություններ կամ Աստծո խոսքից որոշ բառեր, բայց քո մեջը կյանքը կպակսի։ Եթե դու Աստծո հետ չես քայլել, դու Աստծուց կհեռանաս։ Եվ աղոթքի թեմայով նորից կուզենայի կարդալ Թեսաղոնիկեցիս թուղթը, առաջի Թեսաղոնիկեցիս 5-րդ գլուխ 16 խոսքից։ Մենք այնտեղ կարդացինք, որ արթուն մնանք, ճիշտ է, աղոթքի մեջ արթուն մնանք, եւ այստեղ կշեշտե կարդամ ամեն ադեն ուրախ եղեք, անդադար աղոթք կրեք, ամեն բանի մեջ գոհություն տվեք, վասնզի այս է Աստծո կամքը Քրիստոս Հիսուսով ձեր վրա։ Ամեն ադեն ուրախ եղեք, անդադար աղոթք կարեք։ Ինչու համար Աստծո խոսքը կսե անդադար։ Կարիք կա անդադար աղոթք անելու։ Աստծո խոսքը կշեշտե անդադար, այսինքն եթե ես օրվա մեջ մի անգամ աղոթք անեմ, այդ մի անգամը շատ քիչ է, որովհետև եթե Աստված կուզենա միշտ քեզի հետ խոսա, ինչու համար Աստծո խոսքը կասե գիշեր ցերեկ մտածես իր օրենքի վրա։
թող գրվեր ցերեկը ինչ որ մի հատված։ Այսինքն կամ առավոտը մտածե։ Ինչու համար կասե գիշեր ցերեկ, ինչ առավելություն կա։ Առավելությունը կնշանակի կյանք կա։ Եթե դու գիշեր ցերեկ կմտածես Աստծո խոսքի վրա, դու Աստծո հետ ես։ Եթե քո ծնողը ինչ որ քեզի խորհուրդ է տվել, ու այդ խորհուրդը քեզի կյանք կուտա, չէ, քեզի ճիշտ ուղղության վրա գտնե, դու միշտ կհիշես քո ծնողիդ խորհուրդը։ Հələ հիշեք փոքր ժամանակվանից ձեր ծնողը ինչ խորհուրդ է տվել, այն բարի խորհուրդը, այն կյանք տվող խորհուրդը, չէ, ինչ որ տվել է, դուք չեք մոռանա։ Ու այդ խոսքը միշտ պետք ու կա ձեր կյանքի մեջ։ Իսկ Աստծո խորհուրդը, Աստծո խոսքը քեզի կուղե հավիտենական կյանքի համար։ Ծնողի խորհուրդը այս կյանքի մեջ, որ դու խելացի լինես, չէ, որ դու անփորձանք լինես, որ դու ետ մնաս չարություն գործելուց, բայց Աստծո խոսքի խորհուրդը կյանք կուտա եւ հավիտենական կյանք։ Եթե խոսքի մեջ մնանք, եթե հենց խոսքը կուղե, որ մենք ինչ անենք, աղոթք անենք։ Խոսքը գալիս է աղոթք անելուց, այսինքն Աստծո հետ լինելուց։ Եթե ես կմտածեմ Աստված, թող Աստված խոսա ինձ հետ, շատ մարդիկ կուզեն, չէ՞ որ Աստված իր հետ խոսա։ Բոլոր քրիստոնյա մարդիկ կուզեն որ Աստված խոսա։ Աստված խոսալը չէ որ ես կանգնեմ ու սպասեմ, երբ դու Աստված խոսա ինձ հետ։ Եվ որ դու աղոթք կանես եւ խոսքը կկարտաս, Աստված պատրաստ է խոսա քեզի հետ։ Համաձայն եք Աստծո ժողովուրդ։ Կմտածեք, ինչքան հեշտ բան է, ինչու համար չենք անել, չէ՞։ Ինչքան հեշտ բան է։ Պետք չէ գնալ Սինա լեռան վրա ելնել, աղաղակել, որ Աստված վերևից խոսա քեզ հետ։ Չէ, Աստված հոգի է ու Աստված ամեն տեղ ներկա է։ Եվ Աստծուն պետք է պաշտես հոգով ու ճշմարտությունով։ Մեր Տեր Հիսուսը Սամարացի կնոջը ինչ ասեց։ Ոչ մի տեղ չկա հատուկ վայր Աստծուն պաշտելու։ Աստծուն կարող ես պաշտես միայն հոգով ու ճշմարտությունով ամեն տեղ։ Միայն ոչ թե եկեղեցու մեջ պաշտամունքի ժամանակ, այլ ամեն տեղ։ Փորձեք սիրել Աստծո ժողովուրդ։ Ես կուզենայի շատ խոսալ աղոթքի մասին։ Աղոթքը մեր կյանքն է, որովհետև Տեր Հիսուսը ամբողջ գիշեր աղոթքով կանցներ Աստծո հետ, իր հայր Աստծո հետ։ Մենք կմտածենք, միթե Աստծո որդին կարիք ուներ, որ աղոթք աներ, որ զորություն կար, չէ, հոր հետ շփվելն է։ Քո կարիքդ Աստծո հետ շփվելն է։ Մենք չենք մտածել աղոթք անենք, որ զորություն առնենք, միայն զորություն առնելու համար, ուժ առնելու համար, չէ, այլ աղոթքը Աստծո հետ քայլել է։ Աստծո հետ շփվել, Աստծո որդին ինչպես պետք է իր հոր հետ շփվեր։ Միայնակ սարի վրա, չէ, կամ լեռան վրա իր հայր Աստծո հետ, մեր հայր Աստծո հետ, մեր հայր Աստվածն է, մեր Տեր Հիսուսը, մեր փրկիչն է։ Մենք ուզենանք շփվենք Աստծո հետ։ Մենք ուզենանք շփվենք Աստծո հետ։ Եթե ուզենանք շփվենք, ուրեմն մեկ խոսքել կկարտամ աղոթքի մասին։ Անդադար աղոթք, արտուն մնալ աղոթքի մեջ եւ Աստծո օգնությամբ կարտամ նորից աղոթքի մասին Հռոմեացիս թուղթ 12 գլխի մեջ տեսեք ինչ կասե 12-ի 12-ը Հույսով ուրախ եղեք նեղության մեջ համբերեցեք ստեպ աղոթքի կեցեք տեսեք այստեղ շեշտե ստեպ աղոթք նշանակե որ դու միշտ պատրաստ ես ոչ թե դու քեզի կհամոզես որ ինչու համար աղոթ չես անել չէ դու քեզի կհիշեցնես որ պետք է առավոտ աղոթ կանես կամ ցերեկը կամ իրիկունը չէ ստեպ աղոթքը դու պատրաստ ես Աստծո հետ հարաբերության մեջ մտնելու միշտ պատրաստ կնշանակի ստեպ անդադար առանց ընդմիջման դու կմտածեք ինչպես կարելի է ամեն բան թողնել չէ եւ ամբողջ օրը աղոթ կանել չէ ոչ թե մենք աղոթ կանենք երկրպագելով ճիշտ է Աստծո ժողովուրդ մեր աչքերը կփակենք որբեզի մենք կենտրոնանանք Աստծո հետ ճիշտ է եւ աղոթ կանենք բայց դու կարող ես միշտ աղոթքի մեջ մնալ շատ անգամ ես կհիշացնեմ որ աշխատանքի վայրում ամեն տեղ դու կարող ես Աստծո հետ լինել եւ քո աղոթքդ Աստծո հետ հենց Աստված ինքը կուտա այդ վիճակը եթե դու ուզես դու չես կարող մարդկային ինչ որ բան սարքես կամ քո մեջ պայմանավորվես որ
սրանից հետո մենք քարոզը լսեցինք, սրանից հետո ես պետք է աղոթք անեմ, ոչ, չի ստացվի, մարդկային ոչ մի գործոնը չի օգնի, դու նորից պետք է խնդրես աղոթքի համար, նորից պետք է աղոթք անես, խնդրես Տեր, ես կուզենայի միշտ քեզի հետ քայլել, շատ նախանձալի է, բարի նախանձով իհարկե, որ ինչպես մարդիկ երկրից տեղափոխման երկինք, ամենամեծ Աստծո ծրագիրն է, Աստծո կամքն է, որպեսզի իր ստեղծած մարդը անմահոկին տեղափոխվի երկինք իր հետ լինի։ Եվ պետք չէ միշտ երանություն տանք, Հոբին երանի տանք, Աբրահամին երանի տանք, որ երկինքն է, կամ Ենովկին, կամ Եղիային, երանությունը նաև մեզ է, Աստծո ժողովուրդ։ Դուք մի մտածեք, մենք մենակ երկին գնացող մարդկանց համար պետք է երանի տանք, ասենք ինչքան լավ է գնացին, այդ գնացողների հերթը մեզ է հասել։ Աստծո կամքն է, որ իր սուրբերը մեկտեղ լինեն։ Ինչքան մարդիկ նոր հիշատակվեց մեր Սամվել եղբոր համար, գնաց Աստծո մոտ, որտեղ իր նպատակն էր միանալ իր արարիչին։ Նույն նպատակը մենք պետք է ունենանք։ Մինչև միանալը դու պետք է կապ ունենաս Աստծո հետ միշտ երկրի վրա։ Թող Տիրոջ անունը փառավորվի։ Ես չեմ ուզում նույն բառը նորից կրկնել, ես կխնդրեի աղաչեի, որ Աստծո հետ ձեր կապը միշտ ունենաք ու կտեսնիք, որ նույն հատկությունները, ինչ որ Աստծո սուրբերի վրա է եղել, նույն հատկությունները մեր վրա կլինի։ Այդ զորությունը, կյանքը, սերը, քաղցրությունը մենք էլ կունենանք։ Թող Տերը փառավորվի, ամեն։ Սրտանց ասենք փառ Տիրոջը քուրեր եղբայրներ ջան։ Տիրոջ օգնությամբ այսօր սրտից դրվելա պետքա խոսեմ ծածուկ մեղքերի մասին։ Մենք պետքա ավետարանի խոսքով տեսնենք այո ծածուկ մեղքերը, որ մեր ներսում է կատարվում, որովհետև եթե ես սա չտեսնեմ, Հիսուսի կարիքը չեմ զգա։ Դրա համար մեղքեր կա երևացող է, բայց մեղքեր կա ծածուկ է, որ մեր ներսում է կատարվում։ Եվ եթե ես ոնց որ եղբայրները ասեցին, չէ, աղոթքի մեջ չեմ, խոսքի ընթերցանության մեջ չեմ, այդ ծածուկ մեղքերը ոնց որ քարանում է, խշմտանքը, սիրտը քարանում է, ու մարդը արտաքինից ինչ-ինչ բաներ լուծելով դառնում է կրոնավոր, կեղծավոր փարիսեցի։ Եթե այս Տերը որ եկավ, մատը դրել էր ներսի, պնակի ներսի վրա մաքրելու համար, բայց եթե մարդը անընդհատ զբաղված է դրսիններով, ներսինը ինքը չի տեսնում, չի շոշափելի չի, մարդը դառնում է, ուշադիր լսեք, դառնում է կեղծավոր փարիսեցի վերջնական արդյունքում։ Տիրոջ անունը փառավորվի։ Ուրեմն կարդամ Սաղմոս 19, տեսեք այս մարդու մոտ, Դավիթի մոտ կատարվել էր այս բանը, ինքը տեսել էր այս ծածուկ մեղքերը։ Սաղմոս 19-ից 12-ից կարդամ. Ով կրնա միտք առնել իր հանցանքները, ծածուկ մեղքեր են զիս մաքրել, ով կկարնա ասում է միտք առնել, եթե ես չեմ կարդում ավետարանը, հայլու առաջ կանգնած չեմ, ես որտեղից պետք է միտք առնեմ, եթե ես աղոթքի մեջ չեմ, այդ հայտնությունը չկա խոսքի, ես որտեղից պետքա քուրեր եղբայրներ ջան միտք առնեմ, գոտևորվեմ եւ ապրեմ Աստծո խոսքը։ Եթե ես այդ միտքը չի գալի, որ ես այո ծածուկ մեղքերը կա, այս ծածուկ մեղքի հարցը կա, ես Հիսուսի կարիքներ չեմ զգա։ Դրա համար պետքա գամ Տիրոջ առաջ, պետքա գամ հայլու առաջ, Տիրոջ ներկայության, որ ինքը բացահայտի, ես տեսնեմ եւ ասեմ Հիսուս ջան, ազատա ինձի, մաքուր սիրտ ուղիղ հոգի նորոգ է իմ մեջս, կկարդամ ես այդ համարները։ Եվ շարունակության մեջ ասում է ամբարտավան մեղքերեն ալ բահեք ու ծառատ, թող անոնք ինձի չտիրեն, այն ատեն անմեղ կլամ ու կմաքրվիմ մեծ անօրենությունը։ Բուն մեղքից էսի պետք է մարդը հիմա Աստված բերում է, բացահայտում է, որպեսզի մեզի քուրեր եղբայրներ ջան, ես տեսնելով նոր ծնունդի բերի, վերստին ծնունդի բերի։ Եթե ես մնում եմ սրա մեջ, չտեսնելով ներսի ծածուկը, այդ ծածուկ մեղքերը, ես կդառնամ փարիսեցի,
այս բանը կձևավորվի, մարդը այսքանով բավարարված է։ Սա բավարար չի երկնային արքայություն մտնելու քուրեր եղբայրներ ջան։ Այս արտաքին բաները չի ինձի հասցնի երկնքի արքայություն։ Դրա համար Տերը մատը դրել էր ներսինի վրա, որովհետև այս ամեն բաները, չար խորհուրդները մեր ներսից է դուրս գալիս։ Արտաքինով չի, որ այո լավ է, էլի ոնց որ արտաքինը լուծվում է, բայց սա բավարար չի քուրեր եղբայրներ ջան։ 51 Սաղմոսից կարդամ, որ ասում է ողորմե ինձի ով Աստված, քո ողորմությանը համեմատ, քո առատ գթությանը համեմատ, ջնջե իմ հանցանքներս, իմ անօրությունս բոլորովին զիս լվա, ու իմ մեղքես զիս սրբե, վասնզի ես կճանչնամ իմ հանցանքներս, ու իմ մեղքս միշտ իմ առջևս է։ Ասում է սրբե ինձի, ինչպես պետք է սրբեմ, ես կարամ սրբեմ։ Տերը պիտի մաքրի իր պատվական այջունով, եթե ես դիմեմ հավատքով իրան, եթե ես Տիրոջը գամ եւ ասում եմ կտեսնեմ իմ սխալներս եւ միշտ իմ առջևս է։ Հիմա այդ կյանքով, այդ մեղքի կյանքով ես չեմ կարա ապրեմ հասնեմ Տիրոջը։ Ես չեմ կարա ապրեմ այդ մեղքի կյանքով հասնեմ երկնային թագավորություն։ Սա իմ առջևս է, ինձի նորն է պետք, նոր կյանք է պետք։ Վերստին ծնունդ է պետք։ Ես պետք է խնդրեմ Տիրոջը, Տեր ջան, մաքրել ինձի եւ ես քեզանից եմ ուզում եւ ես քեզ եմ ուզում եւ արա այդ գործը իմ կյանքիս մեջ եւ մարդը սրտանց փափագելով խնդրում է Տիրոջ երեսը եւ Աստված ողորմած է մարդու հանդեպ Տիրոջ քուրեր եղբայրներ ջան մարդը տեսեք ասում ենք Աստված սիրում է մարդուն չի հավիտենական սեր է բա մեղքը դատապարտես չէ այդ մարմնի մեջ մեղքն է բաժանող պատը իմ եւ Աստծո նկատմամբ քուրեր եղբայրներ ջան եւ Քրիստոսով սրա հարցը լուծվել է հիմա այդ մեղքն է որ Տերը չի սիրում հասկանում եք թե չէ մարդուն սիրում է հիմա մենք մարդուն որ նայում ենք որպես արարած Հիսուսի այրան գին է չէ ենթադրենք քույրիկ է եղբայր է բայց ներսի ադամական բնություն կա որ էսի Տերը չի սիրում մենք էլ չենք սիրում երբ որ խոսքը գալիս է իմ մեջ ես էլ նայում եմ իմ մեջ կա ես էլ ինձի արդեն իմ եսին հակառակ եմ եթում իմ ընթացքին հակառակ եմ եթում սա է պատերազմը իրական քուրեր եղբայրներ ջան հիմա այտենց չի ասենք այդ մեղքի բաժինը եղել է հա բան չասենք շահվի ոչ եթե եղել է սա պետքա խոսվի խրատվի սովորացվի որ մարդը դառնա ավետարանին դառնա աղոթքով Տիրոջը որ Աստված նորեն այս բացի լուսավորի եւ մարդը դառնա Հիսուսով նորեն կյանքի գա Տիրոջ անունը փառավորվի տեսեք ուրեմն պնակի ներսի մասով որ ասեցի Մատթեոս ավետարան 23-րդ գլուխ հələ կարդամ Մատթեոս ավետարան 23-ի ուրեմն 25-ից կարդամ ասում է վայ ձեզի կեղծավոր դպիրներ փարիսեցիներ որ գավաթի ու պնակի դուրսի կողմը կմաքրեք բայց ներսեն հափշտակությամբ եւ անիրավությամբ լեցուն են հիմա դրսի կողմը սիրուն հանդերձները կա աղոթքի կյանքը կա հրապարակներում աղոթք է արվում այս ամեն ինչը կա տասանորդը տալիս են բայց ներսևանց ինչ է կատարվում ասում է կույր փարիսեցի առաջ գավաթի ու պնակի ներսի կողմը մաքրե որպեսզի ասում է անոնց դուրսի կողմն ալ մաքուրը լա վայ ձեզի կեղծավոր դպիրներ փարիսեցիներ որ կնմանիք ծեփած գերեզմաններու որոնք դուրսեն գեղեցիկ կերևնան բայց ներսեն մեռելներու ոսկորներով եւ ամեն կերպ պղծություններով լեցուն են նույնպես ալ դուք դուրսեն մարդոց արդար կերևնակ ու ներսեն կեղծավորությամբ եւ անօրինությամբ լեցուն եք տեսնում եք այստեղ ասում է մեռելներու ոսկորներով ասում է կերպ պղծություններով այսինքն մեռած կյանքով մեղքի կյանքով լեցված եք հանդերձները կա այդ լվացումները կա բայց ներսևանց բա ինչա կատարվում ներսևանց ինչա կատարվում այնտեղ Տերը ասեց եթե մարդը կին մարդու կնայի չէ իր սրտի մեջ կցանկա արդեն շնություն արած Հիմա էսի ներսի վիճակա, սա չի երևում, այնտեղ միտեղ էլ Պետրոսի մեջ ասում է ձեր հետ կերեխումի կնստին եւ շնությամբ լեցուն աշկեր ունեն։ Էսի չի երևում, բայց Աստված տեսնում է, չէ՞։ Մեղքը առաջինը տեսեք, մեղքի բաժինը կլինի դրսևանց թե ներսևանց, Աստծո առաջը առաջինը, Աստված տեսնում է։ Իմ ծածուկ այն սրտի չար խորհուրդը որ կատարվում է, չէ՞, դա Աստված տեսնում է։
Կամ ես տեսնում եմ մի հատ չար խորհուրդ, մի հատ գործնեություն, սիրտս բան չեմ ասել, սիրտս հավանություն ա տալի, համաձայնված եմ դրա հետ, այդ մեղքը կատարվում ա, դա էլ ինձի սեփում։ Եթե ես հավանություն եմ տալի։ Հովսեփ Արիմաթացին, երբ որ Հիսուսին խաչեցին, մարմինը ուզեց, ասում է անիկա հավանություն չէր տված, այդ խաչելության խորհրդին համաձայն չէր, ինքն էլ էր աշակերտ ոնց որ, ինքն էլ էր համաձայն չէր, որ Հիսուսին խաչեն, հասկանում եք։ Հիմա երբ որ մարդը խորհրդով մեղքի այդ ինչ որ գործողություն ա կատարում, խոսակցություն ա կատարում, ինչ որ բաներ ա կատարում, ես դրա հետ համաձայն եմ, եթե նորից Տերը տեսնում ա, Տիրոջ առաջ ա, Տերը տեսնում ամեն բան։ Կամ հիմա բաներ կա, եկեղեցում կարող է մենք գալիս ենք շատ լավ, նստում ենք խելոք, հանգիստ, բայց եկեղեցուց դուրս եմ գալի, ենթադրենք մի հատ հարազատներս խնջույք ա, եղբայրներից մարդ չկա, մի բաժակ խմեմ, ի՞նչ կլինի։ Հասկանում եք, այս ցանկություն բաներ կա, այս մեր ներսի վիճակից պետք է ազատ լինենք, հասկանում եք, եղբայրները շեշտեցին, չէ, հոգով եւ ճշմարտությունով Տիրոջը պաշտենք։ Հիմա եղբայր կա թե չկա, բա Հիսուս ներկա է, չէ։ Ես էլ իր զավակն եմ։ Ինչ կապ ունի եղբայր կա չկա կամ եկեղեցում եմ կամ եկեղեցում չեմ, աշխատանքի վայրում եմ կամ չգիտեմ որտեղ եմ։ Չէ որ Աստված տեսնում է։ Այդ ինչ որ կատարվում է, գործով թե խոսքով, ներսի խորհրդով Տերը տեսնում է այսի։ Աստված խորհուրդները գիտի, իր ասմա թարթիշները մարդու սիրտ ու երիկամուն կքննե, քուրեր եղբայրներ ջան։ Դրա համար այս ներսի լվացման, ներսի վիճակը երբ է լվացում, երբ որ մարդը այո շեշտեցին եղբայրները, հաղորդակցվում է ավետարանի հետ, հաղորդակցվում է Տիրոջ հետ, այդ խոսքը երբ որ մտավ իմ ներսը, իմ միտքս նորոգեց, արդեն էլ փտած կյանքով չեմ ապրելու։ Ես նորոգվելու եմ, ապրելու եմ ավետարանի կյանքով, քուրեր եղբայրներ ջան։ Հիմա այդ սրտից է, որ ասում է կելնեն չար խորհուրդներ։ Հələ կարդամ Մատթեոս ավետարան 15:19-ից, ասում է վասնզի սրտեն կելեն չար խորհուրդներ, սպանություններ, շնություններ, պոռնկություններ, գողություններ, սուտ վկայություններ, հայհոյություններ, ասոնք են, որ կպղծեն մարդը, բայց անլվա ձեռքով հաց ուտելը չի պղծեր մարդը։ Հիմա տեսեք, հիմա եկեղեցում մենք որ գալիս ենք, հայհոյություն չենք անում, բայց մենք դուրս ենք մարդ ոնց որ չի տեսնում, էսի ես պետքա տեսնեմ, ասում է ձեր սրտերը եթե չմեղադրեն ձեզի, Աստված ձեր սրտերին մեծ է, չէ։ Ես որ նոր էի սկսել ապաշխարել, մի անգամ այտենց իմ կյանքից օրինակ բերեմ, այտենց դուրս եմ գալի մեքենայով ու այտենց վթարային իրավիճակ ստեղծվավ։ Հիմա այս մարդը բղավեց, ոնց որ բան արեց ին վրա, ասենց չգիտեմ անպատվեց թե ինչ եղավ, բայց ես ասենց լուր մնացի։ Կարծես թե ես լուր մնացի, ահա լավ այն վիճակը, բայց իմ ներսը ինչ էր կատարվում։ Ես այդ մարդու էլ ականջները կտրեցի, էլ չգիտեմ ինչ արեցի, էլ չգիտեմ ոնց արեցի, սա ոչ մեկ չտեսավ, այդ մարդը էլ չտեսավ, կռիվը չշարունակավ, բայց ես հո գիտեմ ես ով եմ։ Հիմա ու Սուրբ Հոգին հանդիմանում է ինձի, որ ասում է այդ մարդը ոնց որ ավելի անկեղծ եղավ, բղավեց այդ ինչ բան ասեց, անցավ գնաց, բայց դու ձայն չարիր, բայց էլ սպանիր, էլ ականջները կտրիր, էլ ինչ ասես արեցիր քո սրտի մեջ։ Ահա, ասում Տեր ջան, ես ինչ կեղծավոր փարիսեցի եմ էլ ես։ Ես ինչ ա կատարվում իմ ներսում։ Հիմա այսպես, եթե ես հաշվի չեմ նստում իմ հետ, քուրեր եղբայրներ ջան, ինչ ա կատարվում իմ ներսում, Աստված գործ չի անում իմ ներսում, բնակի ներսը չի մաքրում, ես վերջնական արդյունքում կդառնամ կեղծավոր փարիսեցի։ Դրա համար տեսեք, Հիսուսը ինչի համար Հիսուսին ովքեր խաչեցին, ովքեր որ հաց կերան, ովքեր որ կշտացան, ովքեր հրաշքներ տեսան, ինչի համար խաչեցին, գիտեք, որովհետև Տերը շիտակ հանդիմանում էր իրանց մեղքի համար, ով որ խոնարհվավ, եկավ, բռնեց Հիսուսի ճանապարհը, կյանք ունեցավ։ Կամ ովքեր որ չուզեցին գալ լույսին, ճիշտ է, հրաշքները տեսել էին, կերել էին, խմել էին, բայց խաչեցին, որովհետև հանդիմանվում էին։ Այսօր Աստծո խոսքը ինձի քեզի, ես իմ խշմտանքը, իմ խիղճս խանձված է թե չէ։ Ես պետք է նայեմ այսօր իմ ներսս այդ հանդիմանությունը գալիս է թե մենակ արտաքին ինչ-որ բաներով բավարարվել եմ։ Իմ ներսս քրոջ եղբոր նկատմամբ, դիմացինի նկատմամբ
ատելություն, նախանձ, սա այդ ներսում այս ամեն ինչը կատարվում։ Դու էսի կարողա դու չարտայտվես, չխոսած, չերևացող լինի, բայց Աստված տեսնում է այս ամեն ինչը։ Հիմա ես որ սա չեմ բերում Տիրոջ առաջ եւ չեմ խնդրում Տիրոջը, քուրեր եղբայրներ ջան, ով պետք է ինձ ազատի այս վիճակից։ 51-րդ Սաղմոսի մեջ տեսեք 10 խոսք ասում է. ով Աստված իմ մեջս մաքուր սիրտ ստեղծե եւ իմ ներսիդիս ուղիղ հոգի նորոգ է, որովհետեւ Դավիթ թագավորը տեսնում էր, որ այս սրտից է գալի, այս ներսից է գալի, դրա համար ասում էր իմ մեջ մաքուր սիրտ ստեղծե։ Այնտեղ ասում է խոսքի մեջ ասում է քո խոսքդ մուրճի պես է, որ կփշրե քարեղեն սիրտը, խանձված է դու խշմտանքը, որ աշխատի իմ ներսի հետ, մաքուր սիրտ ուղիղ հոգի նորոգ է, որը Աստծո երեսն է փնտրում, որը ամենակարող Տիրոջից է խնդրում, եւ Տերը այո կարա մարդուն նոր վերստին ծնունդ տա։ Այդ մերժելով ես մերժում եմ այս ադամականը, հինը եւ Աստված սկսում է գործել իմ ներսը, պնակի ներսի լվացում է կատարում։ Այստեղ ներսը որ մաքրվավ, արդեն բոլորը մաքուր է լինում, քուրեր եղբայրներ ջան։ Տիրոջ անունը փառավորվի։ Եվ կուզենամ այդ խշմտանքի համար 1-2 համար կարդամ, տեսեք, ինչքան լավ է որ մարդուս խշմտանքը խանձված չի, կարա մարդու խշմտանքը խանձված լինի։ Ուրեմն Տիտոս կարդամ 1:15-ից կարդամ. ամեն բան մաքուր է մաքուրներուն, բայց պիղծերուն ու անհավատներուն բան մը մաքուր չէ, հապա անոնց միտքնալ, խշմտանքնալ բղծված է։ Ասում եմ մաքուրը ինչն է մաքրում այդ միտքը, Աստծո խոսքն է մաքրում այդ միտքը, մեր խշմտանքը Աստծո խոսքն է մաքրում, եւ ասում է կխոստովանին թե Աստված կճանչնան, բայց իրենց գործերով կուրանան, պիղծ ու անհնազանդ լալով եւ ամեն բարի գործի ասում է անպիտան։ Հիմա այս վիճակը բերում է, բացահայտում է, ասում է միտքնալ, խշմտանքնալ ասում է խանձված է, բղծված է։ Ինչի համար, որովհետեւ Աստծո խոսքի համաձայն չի գործադրվում եւ թույլ չեմ տալի որ խոսքը ինձի հանդիմանի, վրաս խաչում եմ։ Օ, եղբայրը մի հատ բան ասում է, խրատում է, վրաս պետք է խաչեմ, հնարավոր չէ, որովհետեւ հանդիմանություն է գալի։ Համաձայն չի սրա հետ։ Դրա համար Աստված օգնական լինի, այս թողնեմ որ Աստծո Սուրբ Հոգին, ոնց որ ասին եղբայրները, այդ յուղը կակուղացնի իմ ներսը։ Թողնեմ որ այդ խոսքը գա, որ ինձի փափկացնի, իմ ներսը փափկացնի, հնազանդվեմ, խոնարհվեմ, Աստված էլ իմ կյանքի մեջ մաքուր սիրտ ուղիղ հոգի նորոգի, քուրեր եղբայրներ ջան։ Եբրայեցիս ուրեմն կարդամ, Եբրայեցիս 10:19-ից կարդամ հələ, 10:19 Ուրեմն եղբայրներ, ասում է, համարձակություն ունենք սուրբ տեղը մտնելու Հիսուս Քրիստոսի այրունովը, այն նոր ու կենթանի ճամփովը, որ բացավ մեզի վարագույրի մեջ են, որը իր մարմին է, եւ մեծ ասում է Եվ մեծ քահանամը ունենալով Աստծո տանը վրա, մոտենանք ասում է ճշմարիտ սրտով, լեցուն հավատքով, սրտերնից չար խիղճեն ասում է մաքրված։ Հիմա այսօր եկել ենք Տիրոջ առաջ, մոտենալու իրան, հաղորդակցվելու իր հետ։ Հիմա խշմտանքս ինձի տանջում է, հիմա ներսս ինձի տանջում է, քուրեր եղբայրներ ջան, մեղքը արգելք է հանդիսանում։ Հիմա ով պետք է ազատի ինձի դրանից։ Տերը պիտի ազատի, քուրեր եղբայրներ ջան։ Ես պետք է խնդրեմ Հիսուս ջան, եթե ինչ-որ բան կա, մեղադրում է իմ սիրտը ինձի, ես պետք է կոտրվեմ, խոնարհվեմ, խոստովանվեմ իր առաջ, Տիրոջ առաջ խոստովանվեմ, բերեմ Աստծո սպասավորի առաջ խոստովանվելով, զղջալով, որ այս հաղորդակցությունը նորեն վերականգնվի, որը տենց կտրված չմնա, քուրեր եղբայրներ ջան։ Դրա համար եթե այս կտրվածը կա, եթե իմ սիրտս ինձի հանդիմանում է, այս խշմտանքս տանջում է ինձի, ուրեմն մի բան կա, ուրեմն մի հարց կա, ես այտենց պետք է ազատության մեջ պաշտեմ, որովհետև Սուրբ Գիրքը այդպես ասում, ազատության մեջ պիտի երկրպագենք իրան։ Այտենց չի, այդ մեղքի բաժինը կա, ծանրացած գամ, ծանրացած էտամ։ Եթե կա, խոստովանվի, թոթափի, բեր, բացահայտի Տիրոջ առաջ բեր, եւ Աստված Հիսուս Քրիստոս կարագավություն անի։ Կարա թողություն տա եւ կարամ նորից վերականգնվեմ, նորից այդ ազատության մեջ երկրպագությունս կատարվի, լեցվեմ, ուրախանամ, ցնծամ իրանով Հավիտյանս Հավիտենից։ Եվ Գործք առաքելոցի մեջ տեսեք օրինակ բերեմ Սուրբ Գրքից, Գործք առաքելոց, ուրեմն կարդամ հələ
Կարդում եմ 24-ի, Գործք առաքելոց 24-ի 16 համարը կարդամ։ Պողոս առաքյալը այսպեսի խոսքեր ասում, 24-16-ը ասում է. «Եվ ես այս բանի համար կջանամ, որ ամեն ատեն մաքուր խշմտանք ունենամ Աստծո առջև և մարդոց առջև»։ Տեսնում եք, ասում է, խոսքը ասում է, ջանքի մեջ թուլասիրտ մի եղեք, ասում է, ես կջանամ, որպեսզի իմ խշմտանքս թե Աստծո առաջ, թե մարդկանց առաջ։ Հնարավոր է, տենց չի, մարդ ենք, հարց կարա լինի, բայց ամեն բան կարա պարզաբանվի, չէ՞։ Հիմա այտենց չի, որ պահես այտենց կամաց հղիացում է կատարում, ատելություն է գալիս, չէ, եթե բան կա, կարաս զրուցես, կարաս խոսաս, կարաս բացահայտվի այս բանը, որպեսզի սատանան սեպ չխփի քուրեր եղբայրներ ջան։ Հիմա այս խշմտանքը նախ առաջինը Աստծո առաջ եւ մարդկանց առաջ։ Հիմա ես էլ խնդրում եմ Տիրոջը, Հիսուս ջան, եթե բան կա, եթե հարց կա, եւ այս աղոթքի մեջ կանգնելով Տերը բացում է, հնարավոր է մի հատ քայլ լինի, մի հատ վարմունք լինի, ես չզգամ, բայց Տերը բացում է, բացահայտում է ընթացքում, հասկանում եք։ Դրա համար, եթե ես կապ ունեմ ավետարանի հետ, եթե ես աղոթքի կյանք ունեմ, անշուշտ մինչև անգամ ասում է, եթե քո հավատքի ճանապարհը Տերը կհաճի քո ընթացքին, մինչև անգամ քո թշնամին կբերի քո առաջդ եւ հաշտություն կարաս հաշտության բան կնքես հետը։ Դրա համար Աստված օգնական լինի, Տերը մեզի տես չի թողում։ Եվ կուզենամ կարդամ այդ համարներից այս ազատագրությունը ինչպես է կատարվում քուրեր եղբայրներ ջան, այս սրտից չար խշմտանքից ինչպես կարա մարդը ազատագրվի։ Հովանու ավետարան 1-2 համար կասեմ եւ կավարտեմ ժամանակի առումով։ Ուրեմն Հովանու ավետարան 38-րդ գլուխ 30 խոսքից կարդամ։ Երբ ասոնք խոսեցավ, շատ մարդիկ իրեն հավատացին։ Այն ատեն Հիսուս իրեն հավատացող հրեաներուն ասավ. Եթե դուք եթե դուք իմ խոսքիս մեջ կենաք, ճշմարտապես իմ աշակերտներս կլաք։ Ինչի մեջ կենաք, ասում է իրեն հավատացողներուն ասեց, ով որ կհավատա, այստեղ ժողովուրդ է, որ հավաքվել է, Հիսուսին հավատում են, չէ՞ որ եկել են այստեղ, Տիրոջ անունը փառավորվի, ասում է, եթե իմ խոսքիս մեջ կենաք, ասում, ճշմարտապես իմ աշակերտներս կլաք, եւ ճշմարտությունը պիտի գիտնաք, ու այն ճշմարտությունը ձեզ պիտի ազատե մեղքի կյանքից, այդ մեղքի, որ ծանրացած է, այդ ինչ որ կա, Տերը պիտի բացահայտե եւ պիտի ազատե, Տերն է ազատողը։ Եվ 36 խոսքն էլ կարդամ, ասում է. ուստի, եթե որդին ձեզ ազատ անե, ճշմարտապես ազատ պիտի ըլլաք։ Եթե Աստծո որդին, եթե ես իր խոսքի մեջ եմ կենում, եթե ես իրան աղաղակով, աղաչանքով, աղոթքով ասում եմ Տեր, իմ մեջս մաքուր սիրտ ուղիղ հոգին նորոգ է։ Հիմա ո՞նց եք պատկերացնում, Տերը լսում է այս աղոթքը։ Հաճում է, չէ, ոնց որ Տերը հենց այդ է ուզում, հենց այն բուն նպատակին, այն բուն թեմային, ոնց որ նշանակետին եմ խփել, ոնց որ ինձի դեմ եմ դուս եկե, իմ եսին փառքին դեմ եմ դուս եկե, որ Տեր Հիսուս ջան, իմ մեջս մաքուր սիրտ ուղիղ հոգի նորոգ է, ազատե ինձի, որովհետև քո խոսքդ էլ ես կիմանամ, կճանաչեմ, կպահեմ եւ կապրեմ, քո խոսքդ էլ ճշմարտապես ինձի ազատ կանի այդ մեղքի բաժնից։ Ամեն։ Եվ Հռոմեացիս 8:2-ն էլ կարդամ եւ կավարտեմ։ 8:2-ն եմ կարդում։ Ասում է կյանքի, երբ որ Պողոս առաքյալը տեսեք այստեղ օրենքի հոգեբանությունով որ կար, հիմա բարին ուզում էր գործադրել, բայց չէր կարողանում։ Եվ այստեղ 8:2-ում կարա կարդակ 7 համարները եւ 8 համարները տանը կարա կարդակ։ Այստեղ առաքյալը ասում է քանզի 8:2-ը քանզի Քրիստոս Հիսուսով կյանքի հոգի օրենքը զիս ազատեց մեղքի եւ մահվան օրենքից։ Հիմա այդ մահվան այդ մեղքի օրենքի ուժը օրենքն էր, որ ինձի ստիպել էր տալի, պահում էր դրա մեջ, հիմա նոր կյանք է եկել։ Հիմա Հիսուս կյանքն է եկել, նոր առաջարկ է, նոր կտակ ա եղել ինձի, որ պահեմ այդ խոսքերը, Հիսուսին պահեմ իմ սրտի մեջ եւ իրան խնդրելով, աղերսելով եւ Տերը պիտի ազատի ինձի մեղքի բաժնից եւ ես արդեն այսուհետ կապրեմ ավետարանի խոսքով։ Ես այսուհետ կապրեմ ավետարանի ճշմարտությունով, նորոգված մտքով, նորոգված սրտով, նորոգված հոգով կապրեմ Աստծո խոսքը, ամեն։ Տիրոջ անունը փառավորվի։
եւ ինչ փխրում այնքան տախից կա այս աչքերում որ չի անցնում ինչպես համին զորացող հարվում ու թողնում է մեզ այդպես ուշերն է մեզ հետ վարվում եւ հասկացնում մեզ կյանք տվողը Տերն է քեզ Աստված մեկ անգամ ապրում որ իր մոտ գնաս ուժգնայնության մեջ կյանքը չեն վատնի այլ որպես մի մարգարիտ այլ որպես մի մարգարիտ այլ որպես մի մարգարիտ ասում պետք է գրվի կյանք տվողը Տերն է քեզ Աստված մեկ անգամ ապրում որ իր մոտ գնաս ուժգնայնության մեջ կյանքը չեն վատնի այլ որպես մի մարգարիտ այլ որպես մի մարգարիտ այլ որպես մի մարգարիտ ասում պետք է գրվի եղել է հերթասակաճամփին մեզ Աստծո կամքով եւ հաղթական օրեր աշխարհի մեջ մաքուր հոգով արդարությամբ ապրենք ժամանակը որտեղ հասնենք որ մեզ հասնի մեր մրցանակը որ միշտ ասենք կյանք տվողը Տերն է քեզ Աստված մեկ անգամ ապրում որ իր մոտ գնաս ուժգնայնության մեջ կյանքը չեն վատնի այլ որպես մի մարգարիտ այլ որպես մի մարգարիտ այլ որպես մի մարգարիտ ասում պետք է գրվի կյանք տվողը Տերն է քեզ Աստված մեկ անգամ ապրում որ իր մոտ գնաս ուժգնայնության մեջ կյանքը չեն վատնի այլ որպես մի մարգարիտ այլ որպես մի մարգարիտ այլ որպես մի մարգարիտ ասում պետք է գրվի մեկ անգամ ապրում որ իր մոտ գնաս ուժգնայնության մեջ կյանքը չեն վատնի այլ որպես մի մարգարիտ այլ որպես մի մարգարիտ այլ որպես մի մարգարիտ ասում պետք է գրվի կյանք տվողը Տերն է քեզ Աստված մեկ անգամ ապրում որ իր մոտ գնաս ուժգնայնության մեջ կյանքը չեն վատնի այլ որպես մի մարգարիտ այլ որպես մի մարգարիտ այլ որպես մի մարգարիտ ասում պետք է գրվի Ասենք ասում փառք սրտանց ոնց որ երգում ենք մի մարգարիթանք անկեղծ ասած ես երեկվանից պատրաստվել էի մարգարիտի առակը մենք չենք պայմանավորվել եղբոր հետ բայց պատրաստվել է ես այդ մարգարիտի առակը որը ինքը ընդամենը երկու նախադասություն ունի բայց շատ խորը բովանդակություն ունի եւ ես հավատում եմ որ մեզ բոլորիս ինձանից սկսած մեզ բոլորիս պետք կգա եւ բայց մինչեւ այդ մասը կարդալը ես մի հատ տեղ եմ ուզում նայենք իրար հետ, հետո ես կկարդամ այդ մարգարիտի առակը։ Ես հեսա մի քիչ հետո կասեմ այդ համարը։ Սակայն ես Տիրոջմով պիտի ցնծամ, իմ փրկությանս Աստծմով պիտի ուրախանամ։ Համաձայն եք։
Այ երբ պետքա ես ուրախանամ իմ Աստծով, երբ պետքա ցնծամ, երբ որ տուն ունեմ, երբ որ մեքենա ունեմ, երբ որ աշխատանք ունեմ, երբ որ ամեն ինչ լավ է ու ես պետքա ցնծամ Տիրոջով, ամեն։ Ես ուզում եմ դրա համար ես հիմա համարը դիտավորյալ չասեցի, ես ուզում եմ կարդամ, տեսնենք երբ պետքա ես ցնծամ Աստծով։ Ուրեմն սա գրված է Ամբակունյաց 3-րդ գլուխ, ես դա 18 խոսքն էր, բայց ես հիմա կարդում եմ 17 խոսքից։ Հիմա ուշադիր եղեք, երբ պետքա ես ցնծամ Տիրոջով։ Բայց մինչև այդ ցնծալ ես մի հատ բան եմ ուզում ասեմ։ Ուրեմն ինձ եկան այցելության Արմեն եղբայրը, Գևորգ եղբայրը, առաջ անգամ որ եկան, ուրեմն առաջարկեցին աղոթ կանենք, մենք ապակու հետևից հեռախոսով Արմեն աղբերը աղոթ կանում, տարի 3 ամիս չեմ լսել Սուրբ Հոգու աղոթք, ինչ-որ մեկից պատկերացնում եք, ու ես սենց լսում եմ հեռախոսի մեջից, սենց մենք նայում ենք իրար ապակու հետևից, հեռախոսի մեջից, ու այդ Սուրբ Հոգու զորությունը, չգիտեմ, հիմա հեռախոսի մեջից է գալի, ապակու մեջից է գալի, թե ոնց է գալի, սենց վերևից այդ Սուրբ Հոգու զորությունը սենց լսրես, փառաբանում եմ Տիրոջը, չեմ նայում կողքերս մարդ կա, ու Սուրբ Հոգով սկսում ենք առաջի անգամ աղոթք ենք անում, այդ ուրախությունը մեջս է։ Հետո աղոթքից հետո Գևորգ եղբայրը ասեց, ես քեզ մի հատ եղբայր մի հատ համար եմ ուզում նվիրեմ, ասեց այդ համարը գրեցի մոտս, գնացի, հետո սենյակ չստացվեց մի անգամից կարդալու, մենք ճաշարան պետքա գնանք եւ այլն, գիշերը պարկան քնելու մեր մոտ լույսերը անջատում են, երբ որ գիշերը շատ փոքր լույս են թողում, որ այդ լույսով այնա որ քյոր չնես, տեսնես։ Գիշերը պարկել եմ քնելու, Տերը արթնացրեց։ Ասեց, ես քեզ համար էի նվիրել։ Ասի հա Տեր, ասեցի, այդ համարը ես հիմա դրել եմ դոշակիս տակ, թղթի վրա գրել էի, դրել եմ դոշակիս տակ, ես ճիշտ ասած հələ եղբայրներն էլ չեմ ասել այդ բանը, բայց ուղղակի հիշեցի այդ դրվագը, ասի դրել եմ դոշակիս տակ, հիմա լույսերը անջատած է, ես հետո վաղը կկարդամ, ասեց վերկաց կարդա, ասեցի, ախր լույս չկա, ես լավ չեմ տեսնում, ասեց վերկաց կարդա, ասի լավ, հələ կտականը կողքից դրած էր, եթե կտականը բացեմ, ես կարող տեսնեմ կարամ կարդամ, կկարդամ, լավ։ Բացեցի կտականը, տեսա ես կարում եմ այդ լույսի տակ կարդամ, չգիտեմ, այդ րոպեին կարում էի կարդայի։ Վերցրեցի այդ թուղթը, համարը վերցրեցի, նայեցի 118-ի 24, Սաղմոս 118-24 խոսքն էր, որ ես սկսեցի կարդալը, հիմա կարդում ենք, չէ՞ մենք։ Ես սկսեցի կարդալը, եւ Տեր ասեց, դե հիմա ցնծա։ Սա այս այն օրն է, որ Տերը ստեղծեց, ցնծանք եւ ուրախանանք, ուրախ լինենք անոր մեջ։ Դե հիմա ցնծա։ Ասում Տեր Աստված, ես ուր եմ, որ ես ցնծամ։ Որտեղ եմ ես։ Ասեց, այստեղ դու պետքա ցնծաս։ Ու սենց անկախ ինձանից նորից այդ զորությունը, այդ աղոթքի զորությունը, նորից լցվեցի ու ես այդ ժամանակ սկսեցի այդ նեղության մեջ, այդ դժվարության մեջ, ներսս ցնծում է, ներսս փառաբանում է Տիրոջը, ու ես գոռում եմ ալելույա, փառք քեզ Տեր Հիսուս Քրիստոս, ներսս ցնծում է։ Հիմա եկեք ուզում եմ կարդամ ես այդ 17 խոսքից, Ամբակումյաց 3 գլխի 17 խոսքից, ես կկարդամ, թե երբ պետքա մենք ցնծանք։ Թեև թզենին ընձյուղ չտա։ Այն ժամանակ թզենի շատ կարևոր ծառ էր ու պատկերացրա գնացել ես մի հատ ծառ ունես, թզենի ծառ ունես, դու ուրախանում ես այդ թզենիդ վրով, բայց այդ օրը ինչ չի տալի, պտուղ չի տալիս։ Որդատունկներու վրա պտուղ չլինի, պտուղ չկա, ընդհանրապես պտուղ չկա։ Ձիթենին բերքը ստե, չլինի, ձիթենի բերքն էլ չլինի, արտերը կերակուր չտան, դու պատկերացնում ես, մի բան չի է, են որ ասում է կարկուտը ծեծաստեղնա, մենք հայկական ասացվածք ունենք, չէ, կարկուտը ծեծաստեղնա ծեծում, գնում ես վատ,
վատ ու անդադ այդ վատ բաներն է լինում, բայց Տիրոջ խոսքը ինչ ասում։ Փարախեն ոչխարը կտրվի, այն մարդ ոչխարս էլ կտրվավ փարախից։ Այդ հույս ունե գոնե արտերը բերք չի տալիս, գոնե ոչխար ունեմ։ Մեկ էլ այդ մեզ որ ոչխար, մեկ է փարախեն ոչխարը կտրվի։ Այ քեզ բան, էս էլ կտրվավ, էս հույսս էլ կտրվավ։ Եվ շարունակությունը ասում է գոմերու մեջ արչար չլինի։ Ասում ես լավ, գոնե գնամ այն մեկն է մնացել, այդ գոմի արչարն է մնացել։ Մեկ էլ տեսնում ես, այդ էլ չկա։ Եվ Աստված, Աստծո խոսքը ասում է մեզ բոլորիս. Սակայն ես Տիրոջմով պիտի ցնծամ, հալելույա Տիրոջը։ Հենց այդ նեղության մեջ, հենց այդ խնդրի մեջ, հենց այդ դժվարության մեջ ես հավատում եմ ման կան այստեղ մարդիկ, հնարավոր է որ գոմի մեջ այդ ոչխարը չկա, այդ փարախը չկա, այն ձիթենին պտուղը չի տվել, բայց հիմա Աստծո խոսքը քույրս եղբայրս անկախ տարիքից ինձ ու քեզ ասում է, դե հիմա թող քո ներսը ցնծա Տիրոջմով։ Ասում է միտեղ երկրաշարժ ա լինում, կարող է դա Ամերիկայում է եղել, չգիտեմ, ասում են Ամերիկայում շատ է երկրաշարժ լինում։ Միտեղ երկրաշարժ ա լինում, մեկ էլ այդ աշխատանքի տեղը, ուրեմն բոլորը վայ ու փախնում են, շենքից դուրս են գալի, բոլորը գոռում են, փախնում են, ընդ մի հատ հավաքարար ա լինում, քույրիկ ա լինում այս հավաքարարը։ Ու տատիկ ա լինում, ուսս գոռում, ասում է, «Ալելույա», ուրախանում է, «Հալելույա քեզ Հիսուս»։ Այս բոլորը գոռում են, վայ, փախնում են, այս տատիկ գոռում է, «Հալելույա քեզ Հիսուս»։ Այս երկրաշարժը, որ վերջանում է, բոլորը դերս են գալիս, ասում են, այ տատի ջան, այսիշ ջան, սաղս վայ են գոռում, դու գոռում էիր, հալելույա, դու ուրախանում էիր, սաղս լացում ենք, դու ուրախանում էիր։ Ասում է, ես ուրախանում էի, ոնց էր իմ Աստվածս ձեր սաղի սրտերը դրդրցնում։ Ուրեր եղբայրներ ջան, այո, մենք կենթանի Աստված ունենք, մի հատ փոքր երկրաշարժիչ մարդը սարսափում է, բայն դժոխքից ինչ պետք է լինի, բայց իմ ներսս Տիրոջը պիտի ցնծա, ասում է Սուրբ Գիրքը սիրներ, Տեր Եհովան իմ զորությունս է, ինչի համար պիտի ցնծա, որովհետև ես Աստված ունեմ, ինչպես եղբայրներս այսօր շատ գեղեցիկ ներկայացրեցին, եւ այդ Աստծո զորությունն է իմ վրա, ես այդ զորությունով եմ ցնծում, քույր եղբայրներ, ոչ թե ես ինձանով եմ ցնծում, ժամանակավոր մարդիկ ստեղծում են ժամանակավոր ուրախություններ, չէ՞, սա մենք մի փոքր հետո կնայենք ժամանակը վերջանում է, բայց լավ, եկեք այդ առակը նայենք, մենք պետքա ցնծանք, ամեն, ուղղակի ժամանակի կարճ լինելով, ես այդ առակը ուղղակի երկու նախադասություն է, բայց մի փոքր նայենք, սա գրված է Մատթեոսի, ուրեմն Մատթեոսի 13-րդ գլխում, 45-46 խոսքերն է, երկու նախադասություն է ընդամենը, դարձյալ երկնքի թագավորությունը վաճառական մարդու նման է, որ գեղեցիկ մարգարիտներ կփնտրե։ Սիրելիներ, ընդհանրապես վաճառական մարդու բնավորությունը ինքը իր ուղեղը միշտ աշխատում է, ամեն բան ինչ որ անում է ինքը սահմանված է անում, այսինքն ավել փող չծախսի, էսի սրա մեջ, էսի սրա մեջ, էնի նրա մեջ, ինչ որ անում է հաշվարկ է իր մոտ, վաճառական մարդ, չգիտեմ, կա այստեղ թե չէ, իր մոտ ամեն ինչ հաշվարկված է, կյանքն էլ է իր մոտ հաշվարկված, բայց ինքը հետաքրքիր է, այդ վաճառականը ստեղ որ նայում ենք, ինքը մարգարիտներ էր ման գալիս, միշտ ման էր գալի մարգարիտներ, գեղեցիկ մարգարիտներ, ոնց որ այս ձև ասեմ, մեր լեզվով ասեմ կոլեկցիոներ էր ինքը, այդ դրա մարգարիտների, կառներ, կծախեր, բայց գեղեցիկ էր ման գալի, բայց ինքը իր մեջ ուներ մի բան, Այս աշխարհում կա ավելի գեղեցիկ մարգարիտ, երանի թե ես ունենամ այդ ամենագեղեցիկ մարգարիտը։ Քույր եղբայրներ, հետաքրքիր է, չէ՞, ասենք, երանի ունենամ, գտնեմ այդ ամենագեղեցիկ մարգարիտը, որ ես այդ մարգարիտը կարողանամ ունենամ, ես կնեմ աշխարհի ամենաերջանիկ մարդը, ամենաուրախ մարդը, ամեն մարդ ունի երազանք, սիրելիներ, ու այդ անձնավորության երազանքը ունենար այդ ամենագեղեցիկ մարգարիտը։ Հետաքրքիր ասենք, երբ որ նա գտնում է այդ մարգարիտը, եւ պատվական, գրված է ձև, 46 խոսքը, եւ պատվական մարգարիտ գտնելով, կգնա իր բոլոր ունեցածը կծախե ու զանիկա կգնե։ Հիմա նայեք ինչ հետաքրքիր բան է կատարում։ 3 էտապ կա,
հոգևորի կյանքում։ Ես մի քիչ արագ ուղղակի կասեմ։ Նայեք, առաջի этаպը սա վերաբերում է անկախ բոլոր տարիքի մարդկանց է վերաբերում։ Երիտասարդներ, ձեզ էլ է սա վերաբերում։ Չմնաք էսի մենակ մեծերին, չէ, քո երիտասարդ կյանքից դու ոնց որ ասած միտք ունենաս, Տեր Աստված, ես պիտի գտնեմ այդ մարգարիտը, ես պիտի այդ մարգարիտը ունենամ իմ սրտիս մեջ։ Հիմա ինչ է կատարում այս պահսերներ։ 3 этап կա։ Աշխարհի մարդիկ ունեն իրանց մարգարիտները։ Մարգարիտները դա մարդու ուրախությունն է։ Այսօր մարդը գնաց մի հատ մեքենա առավ, դա իր փոքր մարգարիտն է։ Մեկը տուն առավ, դա իր փոքր մարգարիտն է։ Ինքը ուրախանում է դրանով։ Մեկը ինչ-որ հաջողություն ունեցավ, աշխատանք ունեցավ, լավ գործ ունեցավ, լավ իր կարիերային ասավ։ Դրանք բոլորը մարգարիտներ են սիրներ, որ մենք ունենք մեր կյանքում աշխարհի մարդիկ բոլորը ունեն իրաց կյանքում մարգարիտներ։ Մեկը լավ երգում է, այդ էլ իր մարգարիտն է։ Հիմա հետաքրքիրը սա է սիրներ, կա նաև հոգևորության մեջ, երբ որ նա գալիս է, բոլորը նայեք, աշխարհի մարդիկ բոլորը ունեն մարգարիտներ, բայց այդ մեծ մարգարիտը իրանք կյանքում չեն գտել, չեն էլ տեսել, կարող է լսած լինեն, բայց չեն գտել, չեն էլ տեսել։ Երկրորդ этаպը սիրներ, երբ որ մարդը մանա գալիս է պաշտամունքի, գալիս է Աստծո տուն, եւ ինքը գտնում է այդ մարգարիտը, տեսնում է, որ էս ինչ լավ մարգարիտ է, էս ինչ մեծ, գեղեցիկ, սրանից էլ կոմ ուրախություն չկա, բայց ինքը պաշտամունքից հետո, այդ մարգարիտը թողում է նորից պաշտամունքի տեղը ու գնում է նորից իր տուն։ Սա էլ է ցավալի։ Պատկերացնում եք, դու եկել ես, ուրախացել ես, այսօր ուրախացանք, եղբայրներս խոսացին, ուրախացանք, աղոթք արինք, ուրախացանք, ինչ գեղեցիկ երգեր երգում ենք, ուրախացանք, բայց դա ուրախացար, գտար, բայց դեռ հələ տունը չես տարել։ Եվ երրորդ этаպը, սիրելիներ, եւ երրորդ этаպը, որն է, երրորդ կետը։ Սուրբ Գիրքը ասում է, եթե դու ուզում ես այս մարգարիտը տուն տանես, դու պետք է ծախես, ասում է գնաց եւ վաճառեց իր բոլոր մարգարիտները, բոլոր ուրախությունները։ Ես երիտասարդ եմ, ուրախանում եմ, սրա վրա ուրախանում, նրա վրա ուրախանում։ Աստված ասում է դու պետք է վաճառես, որպեսզի ես գեղեցիկ մարգարիտը, դա կլինի քոնը ու հավիտյան քոնը կլինի սիրելիներ։ Ես Մոսկվայում որ աշխատում էի, ուրեմն տղաներ ենք սենց, մի 15 հոգի տղաներ ենք ու մեկը այտենց ընդհանրապես խմում էին, այտենց նարկոտիկ էին ծխում, մի օր մի հատ հայ կար, Սամվել էր անունը, Բուլղարիայից էր ինքը, ասեցի, «Էդի որ ծխում ես, ինչ է քո հետ կատարվում»։ Ասեց, «Այ ախպեր, ասեց, կտրվում եմ այս ծանր աշխարհից, կտրվում եմ ու հանգստանում եմ», ես ասում եմ, ոնց պատկերացած, ասում եմ, դու գնաս սենց սանատորիա, սենց միտքդ կտրվի ու հանգստանում ես։ Ասում եմ, լավ, ասում եմ, ինչքան է տևում այդ որ կտրվում ես, հանգստանում ես, այդ նարկոտիկը որ ծխում ես։ Ասես դե ժամ ու կես, եթե լավն է, դոզեն, մի 2 ժամ պահում է։ Ասի ընդամենը այդքան ասեցի։ Ասեց, այ ախպեր, բայց ես քեզ մի հատ բան ունեմ հարցնում, մենակ անկեղծ ճիշտը կասես։ Ասեց, այ ախպեր, ես ուշադրություն եմ դարձնում, մենք առավոտը 6-ից ելնում ենք, մինչև գիշերը 12-ը աշխատում ենք այնտեղ։ Ասեց, ուշադրություն եմ դարձնում, առավոտը 6-ից դու այդ դոզայի մեջ ես, մինչև գիշերը 12-ը։ Դու ինչ նարկոտիկ ես օգտագործում, խնդրում եմ, ասա ինձի, այ ախպեր, կամ տուր ինձի, ես կառնեմ այդ նարկոտիկը։ Ասի, որ գնանք պարկելու, ես տմբուշկիս մեջ ունեմ, ես քեզ կտամ։ Ասես լուրջ ես ասում, կտաս ինձի։ Ասեցի, հա, ես քեզ կտամ։ Ու հիմա աշխատում եմ, երբ է գալու ժամը 12-ը, որ եթանք ես իրան տամ։ Ու երբ որ գնացինք, մենք այնտեղ, ասես դե տուր, էլի տուր, ես դրա կարիք ունեմ։ Հանեցի կտակարանս հանեցի, ասեցի ինձ դոզայա։ Որ անդադ ուրախ ես լինում, անդադ դու աշխարհի երջանիկ մարդ ես, ու ինքը քեզ ժամ ու կես չի պահում, ինքը քեզ անդադ հավիտյան պահում է։ Ասեց, այ ախպեր, ու կարդացի, երբ որ այդ տեղերը կարդացի, հետո ինքը ընդունեց այդ ուրախությունը։ Սիրներ, մենք հիմա ավելի մեծ ուրախություն ունենք, այդ մարգարիտն է, այդ մարգարիտը, այ երիտասարդս, այ տատիկս, այ ես ինչս, ես չգիտեմ, ասենք, դու այդ մարգարիտը տար քո տունդ,
մի թող ստեղ այդ մարգարիտը, տար քո տունը, այն մարգարիտները բոլորը ժամանակավոր, ես էլ եմ ժամանակին, ման եմ եկել, ասել եմ սրա մեջ ա ուրախությունը, երիտասարդ եմ եղել, երիտասարդական ես իմ ինչերի մեջ ա ուրախությունը, տարիքով ես ասում ես մեքենա առնեմ կուրախանա, մեքենան առնում ես, այն մարդ 2 ամիս քշում ես, տեսնում ես, էսի սովորական բան ա։ Տունը ունենում ես, տունը սարքեցի, ասեցի ես, արդեն մենք մեր տունը ունենք, տեսես, էդ էլ մեկ է ժամանակ անցնում ա, տեսնում ես, էդ էլ ա սովորական բան, բա որ քեզ ընդհանրապես պետք ա, դա հենց այդ մարգարիտն ա, քույրս ու եղբայրս, որ դու երրորդ էտապի մեջ պետք է լինես, երրորդ կետի մեջ պետք է լինես, անպայման տար քո տունը, տեսօր այդ մարգարիտը, ունեցի քո սրտիդ մեջ, այսօր եղբայրը ասես Սամվել եղբորը համար սիրներ, Սամվել եղբայրը, այդ մարգարիտը իր սրտի մեջ, այսօր մենք ստեղ ենք եկել պաշտամունքի, հիմա ինքն դե պաշտամունքի մասնակցում է, դու պատկերացնում ես ինչ պաշտամունք անդեղ, Պողոս Առաքյանն անդեղ, Սուրբերն են անդեղ, սաղ անդեղ են ու ինքը գնացել անստել այդ պաշտամունքի տեղը, Հիսուսը քարոզում է, ինքը լսում է։ Սիրներ, այնց որ էդի մեր համար է տխրություն, որ եղբայրը ասենք մեկը գնում է, մեր համար տխրություն է, բայց մի անգամ ես գնացի կնոջս բարեկամներից մեկը, ես էլ ասեմ ու վերջացնեմ, ես փոքրը, ուրեմն կնոջս բարեկամներից մեկը պետքա մահանա արդեն, բայց հին հոգի է, պետքա մահանա, ուրեմն գնացի ես, դե կինս արդեն նախորոք ինձի պատրաստեց, ասես որ գաս ուրախ դեմքով մի արի, դե ես մի քիչ ասենք տեստեղեր ուրախ եմ եթում, ասում վերջը գնացի արդեն ըտեղ, մեկ էլ ինձի մի անգամից որ եկան, ասեցին լսի, հանգարց վախենալու բաներ իրա մոտ չասես, վախենալու բաները երկնքի մասին պիտի ասեի, այսինքն ինքը չի իմանում, որ ինքը էսա վաղը պետքա մահանա, դու իրան վախենալու բաներ մի ասա, ասում այքես բան, էդի վախենալու չի, էդի ուրախանալու բանը իրան ասում ես, որ ինքը էսա վաղը եթում է, ոնց թե էդի վախենալու բան, ու ես սկսեցի իհարկե իրանց ասեցի հա, բայց հետո գնացի այդ քույրիկին, ես սկսեցի այդ ուրախ բաները պատմել, ասի դու գիտես, որ վաղը դու եթում ես, Սստայեց ինքը չեր իմանում, բայց ես իրան ասեցի, գաղտնի ասեցի այդ բանը, ասի դու վաղը գնում ես, դու էդ ինչ տեղ ես գնում, բոլորը կնախանձեն այնտեղը, որտեղ որ դու վաղը գնում ես սիրներ, որովհետև ով որ մարգարիտ ունի իր մեջ, ով որ գտել է այդ մարգարիտը, քույրեր եղբայրներ, անկախ տարիքից նորից եմ ասում, ով որ գտել է, եկեք այսօր այդ մարգարիտը չթողնենք ստե տանենք մեր սրտերը, մեր հետ, մեր տները տանենք, մեր սրտերի մեջ, որպեսզի հավիտյան այդ մարգարիտը այսօր Աստված մեզ ողորմություն արե տվել է։ Դեն նետի են բոլոր մարգարիտները, ծախի են բոլոր մարգարիտները, ու դու կունենաս երջանիկ կյանքի մարգարիտը քո սրտիդ մեջ։